Վրեջ տնայինները արել ես, բա ինչի չես ուղարկել։ Ուրա։ Մամանը հասկանանք վրեժը ինչ արել։ Դե սեղմի թող գա հիմա նայեմ։ Ասա վրեջ։ Հա, բայց հասկացել ես թեման։ Մանե ջան, քո մոտ ինչը չի ստացվել։ Այսինքն իրար հետ երկու կոմբինացիան իրար հետ որ պիտի անես, հա, ինչ որ enter-ի ու բանի կոմբինացիան։ Այդ չար կոդերը բանը որ անում է։ Թվերով, կոդով, չար կոդերով։ Տեսա մի վարքյան, ինստրուկցիա, էս էր, հա, տնայինները։ Հա, որ հատվածում, հա, մի հատ կասես էդի։ Ինպուտների ձևափոխում, մկնիկի դիրքի ցուցադրում, բոլոր տեքստարյաների միավորում, տրված HTML երրորդը, բոլոր տեքստարյաների տեքստերի միավորում։ Ունենք 3 տեքստարա, երբ տվյալների լրացումից հետո որևէ տեքստարայի վրա սեղմում ենք Alt + Enter, պետք է տես։ Alt-ը առանձին keypress-ի ժամանակ, երբ որ դու ստեղնաշարով բան ես անում, չէ, յուրաքանչյուր ստեղին կպնելուց իր համար event է բացում, ճիշտ է, մեծ օբյեկտ էր, որը իր մասին պատմող ինչ-որ event էր, հա։ Ուրեմն իր համար գեներացնում է հատուկ մի հատ կոդ, որը կոչվում է չար կոդ։ Այս խնդիրը պետք է լուծել չար կոդերի միջոցով, այսինքն հասկանալ, եթե alt-ն է սեղմվել plus enter-ը։ Չար կոդերի միջոցով alt-ը իր առանձին չար կոդ ունի, երևի 16-ն է իմ հիշելով, իսկ enter-ը իր առանձին կոդեր ունի, հա, այդ չար կոդերի միջոցով այդ ամեն ինչը, ուրեմն տեքստ արեաների մեջ, այսինքն դու դնում ես, ոնց արեցինք, չէ, input-ի մեջ երբ որ գրում ենք A, B, C ու տենց լիքը ստեղներից յուրաքանչյուր բան, որ սխմում էինք, ինքը համապատասխանաբար հերթով event-ները վերցնում էր։ Այ այդ event-ի ուրեմն չար կոդերը, հա, alt-ի ու enter-ի համար չար կոդեր է գեներացվում։ Ըստ դրա պետք է լուծել այդ խնդիրը։ Ինչ անենք, թողենք կանես, թե անենք իրար հետ, հա։ Շատ լավ, այ որ մի հատ էլ անես չստացվի, կասես իրար հետ առանձին կամ կնայենք կամ դու այդ չար կոդերով ես ստացես խնդրի պատասխանը։ Հա, alt-ի ու plus enter-ի կոմբինացիան։ Շատ լավ։ Միլենան 5 րոպե ուշ էր միանալու։ Prevent default-ը ինչ էր անում երեխեք։ Այսինքն իր բազովի հատկություններից զրկում էր։ Ճիշտ է։ Stop propagation-ը չենք անցել, անցել ենք prevent default-ը, event-ներից kpress, հա, kdown-ը անցել ենք, kdown-ը,
Event հա, դրանք event-ներ են, որ իրանք շատ են, երեխեք ջան, այդ event-ները, այն որ բան ընթացքում, երբ որ ինչը որ պետք է, կամ առանձին, ասենք, չգիտեմ, կարելի է դնել իրանց մասին տուտորիալ կարդալ, հա, հասկանալու համար, թե ինչքան event-ներ կան, event-ները իրականում շատ են, առանձին կամ մկնիկին վերաբերվող event-ներ, առանձին input-ին վերաբերվող event-ներ ու նմանատիպ լիքը event-ներ։ Երեխեք, ով էր target-ը։ Ինչ էր նշանակում target, այսինքն ինչ-որ մի բանի հետ գործողություն անելուց, հա, ինչ-որ մի հատ քլիք անելուց կամ բան, ով էր համարվում target-ը։ Target-ը ո՞նց էին գտնում։ Всё, էդի բանի, աթեգի target ատրիբուտի մասով։ Իսկ event-ի target-ը ով էր։ Հետի toggle-նա, մանե ջան, հետի toggle-նա։ Այ, հա, ես ասա։ Այո։ Ըհը, ըհը։ Կոնկրետ ու թիրախին է ցույց տալի, հա, թե ում ես դու կոնկրետ կպել։ Երեխեք, կա target, կա current target։ Այսինքն, եթե div-ի մեջ ես ունենամ փոքրիկ button ու ես սխմեմ այդ button-ին, այս պարագայում event-ի մեջ target-ը ելնում է button-ը, իսկ current target-ը ելնում է div-ը։ Այսինքն գլոբալ մասշտաբով թե դու որտեղ ես քո գործողությունը արել, դա current target-ն է։ Այդ գործողությունը, այսինքն, հա, չգիտեմ, մկնիկով խփել ենք կամ բան ա եղել, ինչ որ թիրախ է, իրան այդ թիրախին ենք կպել, այդ կոնկրետ որ թիրախին որ կպել ենք, դա target-ն է, նշանակետը target-ն է։ Իսկ թե որ տիրույթում է դա եղել, այսինքն չէ որ button-ը գտնվում է div-ի մեջ, դա արդեն current target-ն է։ Current target-ը, այսինքն div-ն է, լինելու են նմանատիպ խնդիրներ, թե կոնկրետ դու ուզում ես թիրախի հետ քո գործողությունը կատարես, թե այն տիրույթի, որի մեջ գտնվում է քո թիրախը։ Այդ է իրանց տարբերությունը, հա, target-ի ու current target-ի։ Նենց է, որ օգտագործելի է ինքը, ուղղակի զուտ իմացական մակարդակի պետք չի իմանալ, էլի։ Իմացեք, որ մեր target-ը օգտագործելի է։ Հա, target ունենք, բանով atribute էլ ունենք, ճիշտ ասում եմ, ու եթե div-ի, հա, բնականաբար, արդեն իր համար current target-ը դառնում է body-ն, ինչ որ միտեղ հաստատ լինում է, էլի։ Հեչ որ չէ, body-ն կրայնի լինում է։ Ուրեմն, այսօր ինչ դաս ենք անցնելու։ Այսօր անցնելու ենք parent-child կապը, հա, դոմում, ոնց է լինում, թե ոնց կարանք մենք parent-ը ունենալով գտնենք child-ը, հա, երեխուն, ծնողին ունենալով գտնել երեխային, երեխային ունենալով գտնել ծնողին, գտնել ամենամոտ հարազատին, չեմ դոմում երեխեք ջան, ընտանեկան մթնոլորտ է տիրում, ու ոնց առօրյա կյանքում, նաև ծրագրավորման մեջ, կոնկրետ դոմ բաժնում, հենց այդ ընտանեկան մթնոլորտն է, որտեղ մենք գիտենք, որ էլեմենտները իրար հետ փոխկապակցված են նման ազգակցական կապերով ու իրոք իրանք էլ այն էլեմենտը, որը որ իրա մեջ ներառում է ուրիշ էլեմենտներ, այդ էլեմենտների համար կոչվում է ծնող էլեմենտ։ Ու այդ ծնողի ու երեխայի կապը այսօր մենք կբացահայտենք, թե ոնց է ինքը տեղի ունենում։ Ուրեմն, դոմում բոլոր էլեմենտները կապված են իրար ծնող երեխա հարաբերությամբ։
Հատուկ ինչ-որ ծառ կա գծված GS-ի համար, երեխեք ջան, բնականաբար այդ ծառը երեխու ստանում է դեպի ծնող, դեպի իր ծնողի ծնող ու նման ձևով ստեղծվում է մի հատ գեղեցիկ ծառ, որը որ ցույց է տալիս իր կապը։ Սենց ավելի պատկերավոր հասկանալու համար գոյություն ունի մի հատ ծառ, որը կապում է իր ճյուղերով սիրուն ու իրանց կապը միշտ այդ ճյուղերի միջոցով գնում գալիս է, դա իրանց ընտանիքի ծառն է, որի մեջ ներառված են և ծնողները, և երեխա էլեմենտները։ Ուրեմն, DOM-ում ինչ գաղափար է first element child։ First element child-ը վերադարձնում է առաջի երեխային։ Եկեք հենց օրինակով էլ սկսենք, HTML-ում կունենանք մի հատ div, այս իմ div-ը կունենա ID, որպես իրան ID-ով վերցնենք, կդնենք անունը box, ու իրա մեջ կգրենք երկու հատ, չգիտեմ, span կամ p, եկեք p անենք, որ իրար տակ գտնվեն։ Ուրեմն, առաջինի անունը կդնենք first, երկրորդի անունը կդնենք second։ Second, երկու էլեմենտ ունենք, երկու p էլեմենտ ունենք, որոնք գտնվում են div-ի ներսում, ID-ին box։ Գնում ենք main.js, ուրեմն, վերցնում ենք մեր միայն box-ը, ուրեմն, let box-ը հավասարը document get element by ID։ Ուրեմն, երեխեք, մենք վերցրել ենք div-ը, ճիշտ է, մեր div-ն ենք վերցրել։ Եկեք մի հատ console log անենք, մեր box-ը։ Չունեմ բացված։ Console-ում div-ն ենք վերցրել, որի մեջ կան երկու p-եր։ Ուրեմն, հիմա console-ում կտպենք box-ի մեր div-ի get գրումը, get ու գրում ենք first element child, այսինքն ուզում ենք, որպեսզի մեզ վերադարձնի մեր առաջի երեխային։ Ուրեմն, հիմա գնանք, վերադարձրեց p tag-ի մեջ գրված first, այսինքն, երբ որ գրում ենք էլեմենտը, որը որ ունի child էլեմենտներ, այսինքն երեխա էլեմենտներ իր մեջ ներառված, եթե մենք այդ էլեմենտը վերցնենք GS-ում, մենք կարող ենք վերցնել իր առաջի էլեմենտին ու իր հետ կատարենք ինչ-որ գործողություններ, ինչը որ բխի խնդրի պահանջից։ Դա վերցնելու համար օգտագործում ենք first element child։ Ուրեմն, հաջորդը, երեխեք ջան, դա last element child-ն է, որը մեզ հնարավորություն է տալի վերցնել վերջի երեխային։ Նորից console log-ով կանենք, box-ի համար իր last էլեմենտը դա second-ն է։ Last element child։ Հեսա վերցրեց second-ը, երորդ տողը, main.js-ի երորդ տողը։ Վերջի էլեմենտի հետ վերցնելու իր այդ գործողություն կատարելու համար օգտագործում ենք last element child-ը։ Ուրեմն, ինչա իրանից ներկայացնում children-ը։ Children-ը վերադարձնում է բոլոր երեխաներին։ Console log, ուրեմն, մեր box-ի, div-ի մեջի children, Սա մեզ վերադարձնում է մեր ծնող էլեմենտի ներսում գտնվող բոլոր երեխա էլեմենտներին։ Երեխեք, էլի ինքը HTML collection-ը, որը իր մեջ պահում է ու շատ նման է մեր զանգվածին։ Ինքը էլի զանգված է, բայց ինքը այն մեր իմացած զանգվածը չի։ Ուրեմն, այսի հասկանալի էր, չէ՞, ծնողի միջոցով մենք կարողանում ենք իր, եթե
Ուրեմն ինչի համար է ստեղծվել first element child, last element child։ Եթե մենք գործողություն ունենք մի անգամից առաջի կամ վերջի էլեմենտի հետ, մենք այսինքն իր համար ստեղծվել է մի հատ շատ արագ գործիք, որպեսզի դու կարողանաս առաջի ու վերջի երեխաներին առանձնացնես վերցնես։ Իսկ եթե դու ընդհանուր գործողություն ունես բոլոր երեխաների հետ, բնականաբար օգտագործում ես children գաղափարը։ Հիմա ինչ էսի ծնողից դեպի երեխաները։ Իսկ եթե ուզում ենք, որպեսզի երեխան գտնի իր ծնողին, ոնց ենք այդ ամեն ինչը անում։ Ուրեմն, ստեղ ինդեքսում, եկեք մի հատ առանձին օրինակ բերենք, հա, div, որի ID-ն կդնենք parent, ծնող, այս մեկին էլ։ Իրա մեջ կգրենք մի հատ pair, պետեք, որի ID-ն կտանք child, P-ի մեջ կգրենք, որ ինքը child-ը, կգնանք մեր JS-ում, կվերցնենք, լավ եկեք հենց այս տակից էլ անենք, let child-ը, արդեն ուզում ենք երեխայի միջոցով գտնենք ծնողին։ Ուրեմն child element-ն ենք վերցնում բնականաբար, document get element by ID, child։ Վերցրեցինք իր երեխային, ուրեմն, ու ծնողին գտնելու համար օգտագործում ենք parent element գաղափարը։ Եկեք console log-ի միջոցով գտնենք իր ծնողին։ Console log, գրում ենք մեր էլեմենտի անունը նորից, child, parent, element։ Արդյունքում կբերի մեր div-ը, որի ID-ն parent էր։ Բերեց մեր div-ը, որի ID-ն parent էր։ Ուրեմն, գոյություն ունի հարազատ այս բարեկամական էլեմենտները գտնելու համար գոյություն ունի closest գաղափար։ Closest գտնում է ամենամոտ հարազատին ըստ իր selector-ի։ Selector-ը իրանից ինչ էր ներկայացնում, դա իր ուղին էր, selector-ի միջոցով նաև մենք տալիս ենք ID class։ Ուրեմն, տալով մենք մեր հարազատի ID-ին կամ բնորոշող ինչ-որ մի հատ հատկություն իրան, closest-ը ամբողջ դոմի մակարդակով փնտրում գտնում է այդ էլեմենտին, որը որ իր համար հանդիսանում է բարեկամ։ Ուրեմն, եկեք ես սրանք ջնջեմ, որպեսզի չխառնենք։ Ուրեմն, կգրենք մի հատ div, մի քիչ ավելի ծավալուն։ Այս div-ի կլասը կտանք container։ Ուրեմն, հետո, իրա մեջը կդնենք մի հատ նորից div, այս div-ի կլասն է կտանք, ինչ-որ card, ասենք card ունենք։ Ուրեմն, այս card div-ի մեջ էլ, եկեք դնենք մի հատ button, button-ին էլ կտանք ID, և իր անունը կդնենք click։ Հիմա գնանք վերցնենք մեր button-ը ու button-ի միջոցով կարողանանք գտնել մեր container-ը, այսինքն այս պարագայում ինքը գալիս է մեր button-ի parent-ը համարվում է div-ը, որի կլասը card-ն է, բայց ես ուզում եմ գտնեմ ոչ թե card-ը, եթե երեխեքը ինձ հանձնարարություն լինի, որպեսզի ես գտնեմ card-ը, ես էլ closest չեմ օգտագործի։ Closest օգտագործում ենք այն դեպքում, երբ որ ասենք, չգիտեմ, ինքը հենց կոնկրետ parent չի համարվում իր համար, ուղիղ կապով ծնող չի ինքը իր համար, ծնողի ծնողա կամ ծնողի ծնողի ծնող, նմանատիպ ավելի երկար հեռավորությունների դեպքում օգտագործում ենք closest, որի գաղափարն է նրանում կայանում, որ ինքը ամբողջ գրված կոդի մակարդակով ման է գալիս գտնում է
Այն բարեկամին, որին տվել ենք հետևյալ սելեկտորը։ Հեսա կանենք։ Ուրեմն մենք պետք է վերցնենք մեր child էլեմենտը, այսինքն button-ը, document get element by id։ Վրեժ, եթե ուզենամ query selector-ով անեմ, ոնց եմ վերցնելու button-ի էլեմենտը։ Ունեմ այս button-ը, ID-ն գրված նման ձևով, button։ Հիմա ես ուզում եմ այս էլեմենտը query selector-ով, ոչ թե get element by ID-ով, այլ query selector-ով վերցնեմ։ Ոնց կարամ վերցնեմ։ Գրում եմ query, հետո ID անում, всё, ապրես։ Ուրեմն, վերցնում ենք մեր child էլեմենտը ու մեզ պետք է որպեսզի մենք գտնենք մեր կոնտեյները, այսինքն container class-ով div-ը։ Հիմա մենք ասում ենք, ուրեմն console log-ով միանգամից եկեք տպենք։ Նման ձևով էլեմենտը գտնելու համար գրում ենք մեր փոփոխականը, արդեն իսկ JS-ում հայտարարված այս button չլանում գրեց։ Get closest ենք կանչում, closest, երեխեք, closest-ը իրանից ենթադրում է փակագծեր, որի մեջ պետք է գրենք selector-ը։ Գրում ենք get իր կլասի անունը container-ը, չէ, ինչը որ ուզում ենք գտնենք, այն div-ը, որի կլասը հավասար էր container-ը։ Այդ դրա համար գրում ենք closest ու իրան տալիս ենք selector-ը, այսինքն քանի որ կլասը դնում եմ get ու գրում ենք container։ Հիմա ինքը կգնա ու կգտնի այդ div-ին, cannot read properties of not, չէ, արդեն չկար այդ էլեմենտները։ Գնաց գտավ այն div-ին, որի կլասը container-ը, այսինքն հիշում ենք, գոյություն ունի մի հատ closest մեթոդ, որը որ խորացված ձևով հնդրում ու գտնում է, երեխեք ինքը աշխատում է բանից, child-ից դեպի վերև, այսինքն ինքը իր մոտ առաջի մակարդակով ինքը աշխատում է հետևյալ ձևով, հենց իրա վրա button-ի վրա closest ես կանչում, մի հատ ինքը իրան է ստուգում, այսինքն ինքնաստուգում է տեղի ունենում, արդյոք այդ կլասը իրան չի պատկանում, եթե չէ, ինքը արդեն նայում է մի մակարդակ վերև, արդեն իրա ծնողին, եթե չէ ու նման ձևով շարակցական ինքը բարձրանում է դեպի վերև ու գտնում է այն selector-ով էլեմենտը, որը որ մենք տվել ենք իրան որպես հանձնարարական, որպես ինքը ամբողջ կոդի մակարդակով ման գա գտնի։ Պարզեր։ Ուրեմն, տեսեք երեխեք, bubbling էֆեկտը, ինչ է իրանից ներկայացնում, event աշխատում է 3 փուլով, ուրեմն, վերևից ներքև, target-ը արդեն գիտենք, ու ներքևից վերև, ուրեմն ինչա տեղի ունենում, օրինակ, եթե մենք ունենք 3 div իրար մեջ գրված, եթե մենք կլիկ ենք անում, հա, բրաուզերը default օգտագործում է այդ bubbling-ը, այսինքն ներքևից վերև, հա, ներքևից վերև, այն էլեմենտին, որի վրա մենք կտացվենք, առաջին այդ էլեմենտն է բերում, բայց գոյություն ունի մի հատ ֆազա, որը բոլորին կոպիտ ասած խփելով գնում գալիս է, այսինքն եթե ինչ-որ մի քանի թիրախ ունես իրար հետևից դասավորված, ու դու հրացանով կրակում ես, քո այդ բանը, ինչ անում եմ, պատրոնը, բոլորին ծակելով գնում է, բայց ազդակը իրականում վերադարձնում է հակառակ էֆեկտով, այսինքն վերջում, որ արդեն վերջինին է կպել, նոր վերջինից ասում է ես իրան կպել եմ ու վերջինից է գալիս, այսինքն առաջինից չի գալիս։ Հիմա բրաուզերը default օգտագործում է bubbling-ը, այսինքն bubbling-ը որն է ներքևից դեպի վերև է այդ ամեն ինչը անում։
Capturing-ը կոչվում է երեխեք վերևից ներքև, հետ է տարբերություն, իսկ target-ը թե կոնկրետ մի հատին է կպել։ Ուրեմն bubbling-ի օրինակ, եկեք մի հատ անենք, օրինակով ավելի պարզ կլինի այդ ամեն ինչը։ Ուրեմն կներեք Ուրեմն, ունենք մի հատ div, երեխեք ջան։ Այս մեր div-ը ունի մի հատ ID, որին կտանք parent էլի։ Ուրեմն, իրան եկեք style տանք, ուրեմն իրան կտանք style, կասենք, որ դու ունես padding տանք, որպեսզի ինքը երևա, քանի որ div-ը եթե չունի width ու height, ինքը չի երևում, չէ՞ մեզ։ Եկեք մի հատ իրան padding տանք, կասենք padding ունես 40 պիքսելի չափով, որպեսզի նկատելի լինի, ու իրան կասենք, որ ունես background։ Background ունես ու background-ը green է։ Հիմա սա սենց, ուրեմն այս մեր div-ը կփակենք, իրա ներսում կգրենք մի հատ parent, որպեսզի իմանանք, որ ինքը parent-ն է, ուրեմն parent, հետո իրա տակ էլ կունենանք մի հատ button, որի ID-ն կտանք child, ու իրա մեջը կգրենք click, div-ը փակված է, button-ը ունենք, մեր parent div-ը ունենք։ Այս մեր parent-ն է, այս իրա մեջի child-ն է, click-ը։ Բայց գիտեք ինչ, իրա գրված, լավ, թող սենց մնա, ոչ մի տարբերություն։ Parent-ը ուղղակի գրել ենք երեխեք, որ հասկանալու համար, որ այս կանաչ div-ը իրա parent-ն է, click-ը իրա ներսի բանն է, button-ն է, կարող ենք parent-ը չգրենք, ուղղակի սենց սիմվոլիկ գրեցինք, որ հասկանալի լինի։ Ուրեմն, գնանք JS-ով, վերցնենք, եկեք էսի մաքրենք, վերցնենք մեր parent ու child էլեմենտները, let parent, Միլենա ջան, կասես ոնց parent-ն ու child-ը վերցնեմ հիմա։ Միլենան կապի մեջ չի։ Get element by ID, մենակ անում է, չէ՞։ Ապրես։ Հիմա գրում ենք նույն պրինցիպով child-ն ենք վերցնում, որը որ հավասար է document get element by ID, վերցնում ենք child-ը։ Ոչինչ լավ։ Երեխեք, ուրեմն եկեք parent-ի վրա click տնենք, հետո child-ի վրա click կապենք։ Ընդհանուր այդ bubbling-ի մեթոդը հասկանալու համար, հա, թե ինչա տեղի ունենում։ Ուրեմն parent get parent-ի վրա click ոնց կապեմ, վրեժ։ Վրեժ click եմ ուզում կապեմ, ոչ թե ուզում եմ ինչ-որ բան փոխեմ, հա։ Ուզում եմ, որ իրա վրա սեղմեմ մկնիկովս, իմ մկնիկով ձախ click կապեմ իրա վրա, ու որ սեղմեմ ինչ-որ գործողություն լինի այդ ժամանակ, արդեն ես կորոշեմ ինչ լինի, այս ոնց եմ անում, գրում եմ էլեմենտը, get, հետո,
Ասա երիք Different listener, Click-ը ինչն էր համարվում երիք Այսինքն որպես առաջի պարամետր վերցնում է ինչը Event listener-ը ինչն է վերցնում որպես առաջի պարամետր Սա անուն ունի, չէ, այս click-ի հատվածը Ինչ է կոչվում Event-ա, չէ, կոչվում Event-ն է, իր իրադարձությունն է, թե ինչա լինելու Ինքը ասում է այս կավելացնեմ, հա, event, որ դու լսես, ու ես առաջի որպես պարամետր event-ի անունն է ուզում քեզանից, ասում եմ ինչ անեմ ես, մենք ասում ենք կամ click արա, կամ change արա, կամ չգիտեմ, input-ի համար key press, key down ու նմանատիպ լիքը event-ներ կան, չէ, click-ը իր համար համարվում է event, երկրորդ պարամետրը ինչն է ստանում, այո, երկրորդ պարամետրը ստանում է function-ը, որը որ կարա լինի սովորական ֆունկցիա, որը որ կարա լինի arrow function։ Եվ որն է նպատակը ունենալ սովորական ֆունկցիա, որը arrow function։ Կարաս ասես, ինչ իմաստով ենք դա օգտագործում։ Օրինակ ֆունկցիա ինչի համար կգրես ֆունկցիայով, ինչի համար կգրես arrow function։ Որովհետև իսկ եթե չլինի Իանալի Եթե չլինի, դիսը չի լինի։ Ուրեմն սովորական ֆունկցիայի դեպքում դիսը ով էր համարվում, ով էր դիսը։ Եթե ես հիմա console log անեմ dis, ինչ կտպի։ Ով էր այս dis-ը, երեխեք այս պարագայում։ Ահա, այսինքն Մալադեց, հա, parent-ի վրա պետք է անենք։ Ուրեմն, երեխեք, երբ որ մենք ինչ-որ էլեմենտի վրա event listener ենք կախում ու իրան տալիս ենք ցանկացած event, այս պարագայում ուղղակի click ենք դրել ցանկացած event, իրանից հետո գրվում է սովորական ֆունկցիա ու իրան ներսում մենք օգտագործում ենք this, այդ this-ը այն էլեմենտն է, որի վրա որ հենց կախվել է այդ event listener-ը։ Այսինքն այն էլեմենտը, որի վրա event-ա դրվել կամ event ենք կախել, չգիտեմ, ոնց ուզում եք արտահայտվեք այդ մասով, որի վրա այդ event listener-ը կախած է, հենց ինքն է այդ էլեմենտը, this-ը հենց ինքն է։ Եթե մենք օգտագործում ենք function, arrow function-ը օգտագործում ենք այն պարագայում, եթե մենք this-ը օգտագործելու կարիքը չունենք։ Բացի դրանից, երկրորդ պատճառն էլ կար։ Եթե մենք հետագայում ինչ ենք ուզում անել կամ չանել դրանից կախված, օգտագործում ենք arrow function-ը կամ չենք օգտագործում։ Օգտագործում ենք սովորական ֆունկցիան։ Սովորական ֆունկցիա օգտագործելու եւս մեկ պլյուս կար։ Որն էր այդ պլյուսը։ Անցած դասին ենք անցել։ Եթե մենք ուզում ենք event-ը ջնջենք, մենք պետք է չէ ֆունկցիայով գրենք, սա պարտադիր պետք է լիներ function, որպեսզի մենք օգտագործենք remove event listener, չէ՞։ Եթե մենք ուզում ենք ջնջենք, ուրեմն պարտադիր պետք է գրված լինի function։ Եթե arrow function-ը մենք չենք կարող օգտագործենք remove event listener, այսինքն մենք այդ event-ը երբեք չենք կարող այդ էլեմենտի վրայից ջնջենք։ Մի էլեմենտի վրա երեխեք ես նույն հաջողությամբ այս ներքևում կարամ գրեմ
parent get add event listener ու լիքը event-ներ իր վրա օգտագործեմ։ Այսինքն ինքը click-ի պարագայում իրան ուրիշ ձև կպահի։ Չգիտեմ, մկնիկը վրան պահելուց դուրս բերելուց ուրիշ ձև կպահի իրան ու նմանատիպ լիքը event-ներ ես կարամ դնեմ մի էլեմենտի վրա։ Ու հետագայում այդ event-ներից մեկը ուզեմ որ ջնջեմ, ես պարտադիր պետք է ունենամ օգտագործված սովորական ֆունկցիա։ Всё։ Ուրեմն եկեք այս parent-ի վրա event listener ենք ախր, այս this-ի մասով ուղղակի խոսացինք, դավեր հիշեցինք։ Ուրեմն, ինչ է անում ինքը click-ի ժամանակ, ուզում եմ որ ինքը տպի, որ parent-ը click եղավ։ Այսինքն console log մի հատ կկախեմ, կասեմ parent click-ի։ Հիմա մի հատ էլ նմանատիպ event կկախեմ իմ child-ի վրա ու կասեմ, որ այս պարագայում էլ իմ child-ը click եղավ։ Պարագայում է իմ մկնիկի էլեմենտը։ Ուրեմն, մի հատ է նույնը կդնեմ ու կգրեմ child-ի համար։ Child։ Ստեղ է կգրեմ child։ Հիմա ինչ կլինի, եթե click անենք button-ի վրա, երեխեք, կոնսոլում կտպի ըստ մեր իմացածի, մենք button-ի վրա ենք, չէ՞ անում այդ click-ը։ Ուրեմն կոնսոլում պետք է տպի մենակ button-ի վրա, այսինքն child click-ի, չէ՞։ Բայց այս պարագայում, այս bubbling-ի մեթոդով նման ձևով չի գրում։ Հիմա եկեք գնանք մեր browser ու կոնսոլները արդեն կախած է, ճիշտ է։ Մեր button-ի վրա click անենք։ Div-ն է բերում։ Ինչի համար է div-ը բերում։ Որտեվ event-ը բարձրացավ դեպի parent։ Div-ն է բերում, երեխեք, ուստի գրում է արդեն։ Տեսեք, console log, child click-ի, parent click-ի։ Կոնսոլները բա ինչի չի աշխատում, մենակ բանն է բերում։ Եթե parent-ի վրա անեմ, parent-ն է բերում։ This եմ օգտագործել ես, չէ։ Ուրեմն parent-ի վրա event listener, click, function-ը դրել են, console log ենք անում, parent click-ի։ Բա console ինչի չի աշխատում, Vine.js-ի 6-ը։ Բերում է էլեմենտ է, պարագայում է։ Այդ շատ հնարավոր բան ես ասում ապրես։ Հա, տեսա, ես է քեզանից եմ սովորում։ Ուրեմն, երեխեք, երբ որ button-ի վրա ենք click անում, բերում է child click-ի, parent click-ի, այսինքն երկուսն էլ։ Click բերում ենք, երկու կոնսոլներ տպում է, որովհետև event-ը բարձրանում է դեպի parent, այս պարագայում։ Ուրեմն, bubbling-ը կոչվում է սա, այսինքն եթե ես հիմա ունենայի 3 հատ div տարբեր գունավորմամբ ու իրանց վրա 3-ի վրա էլ event listener կախի, այսինքն click ունենայի կախած, երեխեք, եթե ես սխմեի ամենափոքր div-ի վրա էլ, իրանք 3-ին է click-ները ցույց կտար ինձ։ Այս 3-ինն էլ աշխատելու էր։ Այս պարագայում, լավ, ունենք մի հատ button, ունենք մի հատ բան, div, parent div։ Երբ որ ես click եմ անում միայն այդ button-ի վրա, որը որ գտնվում է իմ div-ի մեջ, երկուսի click-ն էլ աշխատում է, այսինքն գոյություն ունի մի հատ ֆազա, որը երեխեք սենց գնում է ու հետադարձ հետ է գալիս։ Հետադարձ այդ ֆազան հետ է գալիս ու մեզ ինֆորմացիա է տալիս։ Չգիտեմ, սենց մի հատ դաժան օրինակ բերեմ, որ ասենք, չգիտեմ, երեխան կանգնած լինի հերը, մեկ էլ իրա
լավ երեխեն ու հերն են կանգնած ու չգիտեմ ինչ-որ մի տականք կրակում է երեխեք կամ լավ երկու հոգի կանգնած են եկեք սենց դաշան օրինակ չասեմ երկու հոգի կանգնած են չէ լինի այդպես parent child-ով չի լինի Ուրեմն երեխա էլեմենտն է ու ծնող էլեմենտն է երբ որ մենք ինչ-որ բանով խփում ենք իրան չգիտեմ կամ կրակում ենք նա երեխուն է առաջինը կպնում հետո ծնողին բայց ինֆորմացիան հետ է գալիս այսինքն այդ դրանց մասին պատմող ինֆորմացիան հետ է գալիս այն ժամանակ երբ որ երկուսին էլ կպել է դա կոչվում է ֆազա այսինքն այդ ֆազան գնում է հետադարձ կապ է տալիս այսինքն երկուսի վրա է քլիքը աշխատեց Եթե երկու էլեմենտ ունենք parent ու child-ի վրա մենք click ենք անում, բնականաբար տեսեք parent-ին էլ հետն է բերում։ Իսկ եթե ես parent-ի վրա եմ անում, մենակ parent-ն անում, որտեղ parent-ից հետո էլեմենտ չկա, իր համար parent չկա։ Իր համար parent-ը ճիշտ է, այս պարագայում body-ն է համարվում, բայց body-ի վրա մենք click չենք դրել, եթե ես body-ի վրա էլ click կապեմ, այդ ժամանակ նոր body-ի click-ն էլ կերևա։ Այսինքն, եթե մենք add event listener ենք կախում ու տեսեք, սա որտեղ է կիրառվում, օրինակ չգիտեմ, ինչ-որ կայք ես հավաքել, որի մեջ կա button ու չգիտեմ, իր տակը div կա, այդ button-ը ներառված է մի հատ div-ի մեջ ու ինչ-որ անհրաժեշտությունից ելնելով այդ div-ին էլ է click դրած ու button-ն էլ click ունի, երբ որ դու click ես անում button-ի վրա, parent-ի click-ն էլ է աշխատում ու այն ինչ որ գրված է այս ֆունկցիայի մարմնի ներսում, սա էլ է աշխատելու։ Բայց կա մի լուծում, որը կտրում է այդ ֆազան, այսինքն կանգնացնում է այս bubbling-ի մեթոդը։ Այդ կանգնացնելու համար երեխեք, երբ որ ես ուզում եմ, որ click անեմ button-ի վրա ու մենակ իմ button-ի click-ի համար նախատեսված ֆունկցիայի մարմինը աշխատի, այսինքն իմ parent-ի վրա ես click կունենամ, թե չեմ ունենա, դա ոչ մեկի խնդիրը չի։ Ես առանձնացնեմ այս երկուսի click-ները, հա, իմ button-ի արած click-ը երբևիցե ազդեցություն չունենա իմ parent-ի click-ի համար ու ինքն էլ չաշխատի, ինքն էլ թող առանձին ոնց որ առանձին click լինի։ Ոչ թե իմ button-ի click-ից կախված այս ամեն ինչը աշխատի։ Եթե դու ինչ-որ միջամտություն չանես, ինքը աշխատում է նման ձևով, այսինքն երկուսի click-ն էլ աշխատացնում է, բայց եթե ես ուզում եմ, որ այս click-ի ֆազայի այդ հատվածը կտրեմ, այսինքն հաշվեք սենց ինչ-որ մի հատ բան է, հա, ֆազա է գնում, լարի պես բան է գնում ու հետադարձ կապ է տալիս։ Եթե ես ուզում եմ այդ կապը կտրեմ, երեխեք, այդ ամեն ինչը անում եմ stop propagation-ի միջոցով։ Stop propagation-ը կանգնացնում է bubbling-ը։ Ոնց ենք գրում, տեսեք, գալիս ենք child էլեմենտում, ֆունկցիային բնականաբար փոխանցում ենք event։ Հիմա, մինչև այս ֆունկցիայի մարմինը կատարելը, ես գրում եմ event get stop propagation ու փակագիծ եմ դնում։ Այս կախարդական բառի միջոցով ես կարողանում եմ այդ ֆազան կտրեմ ու երբ որ ես արդեն միայն button-ի վրա click անեմ երեխեք, մալադեց, չէ, refresh չենք արել էլի, երբ որ ես մենակ button-ի վրա click անեմ, ինքը մենակ կբերի իմ button-ի click-ի արդյունքում ֆունկցիայի ներսում կատարվող իրադարձությունը, ինչը որ ուզեցել եմ անեմ, ֆունկցիայի մարմինը, կոնսոլ եմ արել կամ չգիտեմ, դրանից կախված ինչ-որ ինֆորմացիա եմ հավաքում, ուղարկում ինչ-որ միտեղ, նույն այս բանի, bubbling-ի մեթոդով երեխեք, կարա լինի մի հատ մեծ form, որտեղ որ input-ն է, input-ից հետո երկու հատ input է, password login ու դրա տակը կա մի հատ button, button-ի վրա click կապած լինենք ու form-ի վրա էլ click կապենք, որ չգիտեմ, form-ի վրա խփելուց ինչ-որ գունային գամմայի փոփոխություն լինի։ Երբ որ ես click-ի վրա click անեմ, որ իմ form-ի value-ն հավաքի, որ ես ուղարկեմ արդեն back-ում պահեմ այդ ամեն ինչը կամ ստուգում դնեմ, արդյոք այդ մարդը գոյություն ունի, թե չէ իմ տվյալների բազայում, որպեսզի ես թույլ տամ ինքը մտնի կայք, չէ՞։ Նույն Facebook-ը, երբ որ մենք ուզում ենք մտնենք Facebook,
Երբ որ ես տեղ լրացնեմ իմ լոգինն ու password-ը, տեղ zaпрос-ա գնում backend։ Գնում է բանանի, ստուգի, իմ գրած ինֆորմացիայով մարդ գոյություն ունի, թե չէ արդեն գրանցված, ռեգիստրացիա եղած։ Եթե կա, նոր ինքը ինձ թույլ է տալիս գնամ։ Եթե այս ֆորմի վրա կախած լինեն քլիկ, որ ասենք, չգիտեմ, ստեղ կտասնելուց, ինչ-որ գունային գամմայի փոփոխություն լինի, կամ չգիտեմ, ինչ-որ 1000 բան կարա լինի։ Եթե դա լինի, այս button-ի տակից, եթե գրած չլինի stop propagation, երբ որ ես այս իմ email-ն ու password-ը գրեմ, ուզենամ login անեմ, երեխեք, համ այդ գունային փոփոխությունն է լինելու, համ իմ այս login-ի քլիկն է աշխատելու միաժամանակ, քանի որ bubbling-ի մեթոդն է օգտագործվելու։ Այսինքն, եթե այս ֆորմի վրա էլ քլիկ կապած լիներ, այս button-ի քլիկով bubbling-ի մեթոդն է լինելու, համ button-ի քլիկն էր աշխատացնելու, համ այդ ֆորմի վրա կախված քլիկը։ Դրա համար առաջ է եկել stop propagation-ի գաղափարը, որը որ կտրում է այդ ֆազան ու մենակ թողնում է մեր child element-ի քլիքի event-ի ֆունկցիայի ներսում գրված մարմնի գաղափարը։ Այսինքն, երբ որ ես իրա վրա քլիկ անեմ, միայն child քլիկի դե կաշխատի։ Եթե stop propagation-ը հանեմ, երկուսն է բնականաբար կաշխատեր։ Իսկ stop propagation-ից հետո աշխատում է parent-ի քլիկը չի աշխատում, այսինքն այլևս չի աշխատում։ Ուրեմն գոյություն ունի երկու գաղափար, նմանատիպ երկու գաղափար, մեկը կոչվում է prevent default, որը որ էլեմենտին զրկում է իր բազովի ունակություններից, եւ գոյություն ունի stop propagation, որը որ stop է տալիս propagation, էլի, բանը, ֆազայի գնալ հետ գալը։ Երեխեք, պարզ էր stop propagation-ի գաղափարը, ինչ է ինքը անում, իր գործառույթը պարզ էր։ Կարանք 3 div-ով էլ անենք այս մասը, եթե ուզում եք, կարանք 3 div-ով էլ արագ այս մասի վրով անցնենք, որ ավելի էլի, չգիտեմ, ինչ-որ ուրիշ մի հատ օրինակ էլ լինի, button-ով չլինի միայն։ Լավ, եկեք էդ էլ անենք։ Անենք։ Ուրեմն ունենք div, որի ID-ն parent է։ Եկեք լավ, դնենք բան։ Ոնց անենք, որ տարբերակենք։ Եկեք մեծ div ունենք, մի հատ, ID-ն մեծ։ Ունենք երկրորդ div-ը, որի ID-ն կտանք մեծ, միջնեկ, երրորդ div-ը, որը իրա մեջ է, կտանք բան, հա, div, ուրեմն ID-ն փոքր։ Դե բնականաբար փոքրի համար ծնողը միջնեկն է, միջնեկի համար ծնողը մեծն է։ Ու այս շարակցական կապով գնում է։ Եկեք style CSS-ում, ուղղակի իրանց style-եր տանք, էլ բանով չանենք, հա։ Բանդականիշ մեծին կասենք, որ ախպեր ջան, քո width-ը 300 պիքսել է, height-ը 300 է, 300 պիքսել է, քո background-ը, background color-ը կդնենք բան, հա, green, եկեք կանաչ լինի, ուրեմն մեծ, միջնեկ, իրանց width-ը փոխենք 200, իրա գույնն է կփոխենք, կդնենք green, այս մեկն է կդնենք blue։ Այս մեկն է կդնենք 100 պիքսել, այս մյուսն է կդնենք 100, իրա գույնն է կդնենք red։ Մեծ, միջնեկ, փոքր։
Այս մեր կանաչն է, ճիշտ է, ու բան ենք տալիս։ Կանաչին ինչ ենք անում, որ իրան գնա կենտրոն, margin 0 auto, չէ, իրա համար, աշխատի, եսի իրան տարա, այսինքն բոլորին ենք տալը, սենց, ու սենց, իսկ եթե դնենք սրանցը auto, ուղղակի, չէ, 0-ն դե վերևից է, ուրեմն պետքա տանք բաներով, պիքսելներով, այս մեկը 0 թող վերևից լինի, կամ չգիտեմ 0 չէ, թող լինի 100, կա պիքսելով, գրենք, ոպա, շոտ է, հող չէ, պիքսելը չի աշխատում, ուրեմն 50, եթե սենց անենք, չէ, նա թող 0-ներով մնա,եսական, բերել ենք կենտրոն, այս կարմիրը կապույտի մեջ է, կապույտը կանաչի մեջ է, կանաչն է բոդիի մեջ է, հիմա այս 3 էլեմենտն է կվերցնենք GS-ում, LED մեծը, հավասար է, document, get element by ID, կտանք մեծ, այսի կդնենք, միջնեք, փոքր, հիմա մենք 3-ի վրա է պետքա կլիկ կապենք, ուրեմն մեծի վրա ասում ենք didn't listener, կլիկ, երկրորդ պարամետրով function, սերա մեջ երբեք, 3 կոնսոլ լոգ անենք, կանաչ, div, կանաչ մեծ divը, ուրեմն, հիմա միջնեկի վրա կկախենք, կգրենք կապույտ, միջնեք div, ու փոքրի վրա, կարմիր, փոքր, div, ուրեմն, հիմա գնանք, մեր կոնսոլը բացենք, ինչա լինում, եթե ես կարմիրի վրա եմ խփում, տեսեք երեխեք, գրում է, կարմիր փոքր div, կապույտ միջնեք div, կանաչ մեծ div, այսինքն 3-ի կլիկն էլ աշխատեց,
Եթե խփում եմ կապույտի վրա, աշխատում է կապույտ միջնեկ դիվ, կանաչ մեծ դիվ, երկուսի համար էլ աշխատում է։ Եթե կանաչի վրա եմ խփում, մենակ կանաչ մեծ դիվն է խփում, աշխատում։ Եթե ես ուզում եմ, որպեսզի իմ կարմիրի վրա խփելուց միայն կարմիրն ու կանաչը աշխատի, ուրեմն ես ներողություն, եթե ես ուզում եմ կարմիրի վրա խփելուց աշխատի միայն կարմիրի ու կապույտի, այսինքն տպի միայն կարմիր փոքր դիվը ու կապույտ միջնեկ դիվը, այլ չգնա հասնի կանաչին։ Եթե խնդիրս նման ձևով է գրված, ես ուրեմն միջնեկի վրա պետքա գրեմ event-ը փոխանցեմ ու գրեմ event get stop propagation։ Արդեն կապույտից հետո երեխեք, ես ֆազան կտրում եմ։ Հիմա, երբ որ կարմիրի վրա խփեմ, կգրի կարմիր փոքր դիվ, կապույտ միջնեկ դիվ։ Եթե իմ ցանկությունն է, կապույտից հետո կտրել այդ ֆազան։ Իսկ եթե ես ուզում եմ, որպեսզի կարմիրից հետո էլ չգնա, ես պարտավոր եմ գամ ստեղ գրեմ event ու այս ֆունկցիայի մարմնի ներսում հենց առաջի տողում գրում եմ event get stop propagation ու արդեն սրանով էլ կտրում եմ ֆազան, արդեն կարմիրից ու արդեն ամեն մեկի քլիքը կարմիրի համար կարմիրը կաշխատի, կապույտի համար միայն կապույտը կաշխատի, կանաչի համար կանաչը կաշխատի։ Մեկ էլ եկեք մի բան փորձենք, այս stop propagation-ը հանեմ, այս երկուսից հանեմ ու որպես երրորդ պարամետր, երեխեք, եկեք ստեղ ստորակետ դնեմ, գրեմ true։ Այս true-ն եկեք բոլոր տեղերը դնենք, հա։ Այս հիմա եկեք գնանք ու սենց։ Երեխեք, երրորդ պարամետրը մենք տեսանք, չէ, բաբլինգի մեթոդը, որ ներքևից գնում էր, հա, մեր իմացած ձևով, իրականում, որ սենց մենք քլիկ ենք անում, մեր իմացած ձևով ինքը աշխատում էր հետևյալ ձևով, որ կարմիրին է սխմվել, հետո կանաչի, կապույտին, հետո կանաչի, լագիշնիա, որտեղ մենք նման ձևով ենք տեսնում այս պատկերը, բայց ինքը, երեխեք, իր true արժեքի դեպքում, այս event listener-ի, հա, երբ որ event ենք կախել, իր true արժեքի դեպքում, նա false արժեքն է, երբ որ գնում է կարմիրից դեպի կանաչ, երբ որ գնում է ֆազան, դա false արժեքն է իր։ Եթե երրորդ պարամետր, ուրեմն առաջինը event-ն էր, երկրորդը ֆունկցիան էր, երրորդ պարամետրը, այդ event listener-ը վերցնում է հենց այս ֆազայի մասը։ Ուրեմն, եթե դու տալիս ես իրան true, ինքը ոչ թե բաբլինգի մեթոդով է աշխատում, հա, ուրեմն ինքը աշխատում է capturing, այսինքն վերևից ներքև, մեր վերևում մեր դիվն է, կանաչ մեծ, ու արդեն ինֆորմացիան գալիս է, որ կանաչ մեծ դիվին է կպել, միջնեկին, հետո նոր փոքրին, բայց մենք հո գիտենք, որ մենք փոքրի վրա ենք կլիկ արել, այսինքն իր true արժեքի դեպքում մեր համար մի փոքր սենց տարօրինակ ձևով է ինքը աշխատում, այսինքն հետևից ինֆորմացիան խփում վերջացնում է, հետո նոր ասում է, բայց նաև ինֆորմացիան տալիս է մեզ հետ այն ձևով, որ առաջի ինֆորմացիան տալիս է վերջինի հետ կապված, այսինքն եթե մենք ստեղ գրում ենք true, իսկ եթե ես ստեղ գրեմ false, որը որ իր default արժեքն է, կաշխատի մեր հին ձևով։ Երրորդ արժեքը event listener-ի, երեխեք, boolean արժեք է, true կամ false, որի աշխատանքի բնույթը հետևյալն է, որ ինքը նման ձևով աշխատում։ Տեսեք փոխվա կարմիր փոքր դիվ, սա իր default արժեքն է, false-ը, բայց եթե true ենք դարձնում, արդեն աշխատում է capturing effect, այսինքն վերևից ներքև։ Եթե անջատում ենք, false ենք գրում, աշխատում է բաբլինգի էֆեկտը։
ու stop propagation-ով այդ ամեն ինչը մենք կտրում ենք այդ event-ը, այդ բանին, ինչ անում, ֆազան կտրում ենք, որպեսզի չգնա հասնի։ Ուզում եմ կլիկ անեմ կարմիրի վրա, ուրեմն ուզում եմ, որ կարմիրի համար event-ով հանդերձ կարմիրի համար գրված ֆունկցիայի մեջի մարմինը աշխատի։ Ու անի այն ամեն ինչը, ինչը որ ես գրել եմ ու ակնկալում եմ իրանից, սպասում եմ։ Ոչ թե կարմիրի հետ համատեղ նաև կապույտի ու կանաչի վրա դրված կլիկները աշխատեն։ Դրա համար օգտագործում ենք stop propagation։ Ուրեմն չենք մոռանում prevent default-ն ու stop propagation-ը, ինչ են իրանցից ներկայացնում, ոնց է իրանց աշխատանքը տեղի ունենում։ Պարզեր երեխեք stop propagation-ի հետ կապված։ Շատ լավ։ Նույն երեխեք, ուրեմն տեսեք, եթե select-ի հետ աշխատանքները առանձնացնենք, հա, select-ի հետ կապված աշխատանքները եթե առանձնացնենք, օրինակ ունենք մի հատ select, իր մեջ option-ներով էր, ճիշտ է գրվում։ Ունենք, չգիտեմ, 3 option, ունենք մի հատ button, որը show, չգիտեմ, show-ը անում այդ ամեն ինչը, option-ների մեջի value-ն, այսինքն։ Ու մենք բան ենք անում, վերցնում ենք select-ը, երեխեք, ու վերցնում ենք մեր button-ը։ Button-ի վրա, երբ որ մենք click ենք անում, select-ի value-ները տպում է։ Console log-ը անում select-ի value-ն։ Եկեք հասկանանք select-ը իրան DOM-ում ոնց է պահում ու իր այդ option-ներով հանդերձ։ Եկեք այս div-ը մաքրենք, գրենք մի հատ select, գրում ենք, չէ, select-ը հիշում եք։ Select, select-ը գրեցինք, ուրեմն իրան կտանք մի հատ ID, ինչի select անենք, եկեք քաղաքների, նա city, select-ի ID city ենք դնում, իրա մեջ ունենք 3 հատ option, առաջի option-ը կդնենք Երևան, երկրորդ option-ը կդնենք Գյումրի, երրորդն է ըստ մեծության, որ քաղաքն է, ով կասի մեր քաղաքներից երրորդ մեծության քաղաքը որն է։ Որը։ Չէ, Սյունիքը մարզը։ Չէ։ Բայց խիտ են դաժան։ Թե գնացինք ասանք Սյունիք։ Երևան, Գյումրի ու Լորվա մարզկենտրոնը, չէ։ Վանաձոր։ Էս էլ մեր Վանաձոր։ Վայրում Երևան, Գյումրի, Վանաձոր։ Ունեք ես տավուշը շատ եմ սիրում, բայց ես լորեցին ID button Ինչ արինք? Սյո գրում ենք option value Իջևան գրենք, թե բաղանից Նոյեմբերյան իրականում շատ եմ սիրում ես, նոյեմբերյան, որ հեքիաթային տեղ էլ։ Բայց ճիշտ են ասում, որ նոյեմբերյանցիք իջևանցիների հետ այդքան էլ չունեն։ Ճիշտ են։
Այո։ Ճիշտ է։ Ինչ ունենք, Երևան, Գյումրի, Վանաձոր և նոյեմբերի։ Ինչ է, ինչ ես ասում։ Հա, օքեյ։ Ուրեմն, վերցնում ենք select-ը, let select, որը որ հավասար է, գրում ենք, ուրեմն, get element id, ու գրում ենք մեր id անունը, որը գրել ենք city։ Վերցնում ենք նաև մեր button-ը, որի անունը գրել ենք button։ Այս փոխարենք դնեմ b։ Ավայ արդեն բանն եմ վերցրել։ Ուրեմն button ու ստեղ։ Ինչ ենք ուզում անենք, ուզում ենք button-ի վրա կլիկ անելուց, console log անենք մեր select-ի value։ Դիվան տեսնար, հասկանանք մեր select-ը ինչա ոնց է աշխատում ընդհանրապես։ Ուրեմն click function ասում ենք console log select get value։ Ինչ կապ կա այս button-ի ու select-ի միջև։ Show city, Երևան։ Եթե ընտրեմ Գյումրի, show city-ն եմ անում Գյումրին։ Այսինքն, այս մեր button-ը select-ի հետ աշխատում է հետևյալ սկզբունքով։ Select-ում ընտրված option-ի value-ն վերադարձնում է մեզ։ Այսինքն, երեխեք, եթե ինքը չի ընտրված ինչ-որ բան, բնականաբար առաջինն է տալիս, ճիշտ է։ Իսկ եթե մեր select-ում մենք ինչ-որ արժեք ենք նշում ու button-ին click ենք անում, իր մոտ ստեղ select-ի value-ն console-ա լինում։ Այսինքն, այս ամեն պարագայում, ամեն ժամանակ մեր click-ից կախված select-ի նշված value-ն է ինքը click անում։ Այսինքն select-ի հետ դոմում աշխատանքը հետևյալ ձևով է տեղի ունենում։ Եթե մենք click-ից կախված ուզում ենք վերցնենք select-ի մեր value-ն, select-ի value-ն այդ պահին հասկանում է n value-ն, որը որ այդ պահին նշված է իր մոտ։ Այսինքն select-ը բացում ենք ու իր մեջից նշում ենք այդ արժեքը ու այս կոնկրետ այս մեր խնդրի պարագայում, երբ որ մենք click ենք անում, ինքը այդ բանն է բերում, select-ի նշված value-ն է վերադարձնում մեզ։ Select-ում նշված value-ն։ Իսկ եթե ինչ-որ արժեք չենք նշում, ինքը վերադարձնում է մեզ սովորական իր ստանդարտ առաջի արժեքը, այս պարագայում Երևան։ Բոլորը տպվել։ Select-ի հետ նման ձևով աշխատում։ Ուրեմն, checkbox-ի հետ կապված, checkbox-երից տվյալների հավաքումը։ Այս կամած գնում ենք form-ի value-ի հավաքելուն, երեխեք։ Նույն այդ իմ ասած հա Facebook-ի պարագայում, երբ որ form էր, չէ, մենք դա form ենք անվանում, որ մենք հավաքում ենք։ Կար input-ներ, կար checkbox-եր, այդ ամեն ինչը ներքևում է կար button։ Տանում ենք ամեն ինչը նրան, որ երբ որ այդ button-ին մենք սխմենք, հավաքվում է օբյեկտի մեջ ինչ-որ մի հատ data, ու այդ data-ն արդեն պատրաստ է, որ մենք իրան ուղարկենք back։ Ուղարկում ենք back, այսինքն հետնամաս, որտեղ որ մեր տվյալների բազան է կցված աշխատում, ու այդ տվյալների բազայում արդեն մեր ինֆորմացիաների համեմատականը կարող ենք դնել։ Հիմա
Գնացինք, եկեք մի հատ բաները, հա, checkbox-երի հետ հասկանանք ոնց է ինքը աշխատում։ Ուրեմն այս select-ը սենց կթողնենք, եկեք label-ներով էդի հավաքենք։ Label։ Label-ների մեջ դնենք։ Ուրեմն ունենք input-ներ, չէ՞, checkbox-ը նման ձևով ենք անում։ Type-ը տալիս ենք checkbox։ Type-ը տալիս ենք checkbox, իր արժեքը, value-ն իրա կտանք, հա, չգիտեմ։ Դնենք, եկեք GS։ Փակեցինք, ստե գնում ենք GS ու label-ից էլ ենք դուրս գալու։ Սի copy անենք, դնենք երկրորդ label-ը, որի input-ի type-ը էլի checkbox, value-ն էլ փոխենք արդեն GS-ից կսարքենք HTML։ HTML։ Այս դրսում էլ կգրենք նույնը, HTML, GS HTML, եկեք մի հատ էլ label դնենք ու վերջ։ Երրորդ label-ը մեր checkbox-ով կլինի CSS։ Դրսում էլ նույնը կդնենք CSS։ Ուրեմն ունենք, ինչ ունենք, մեր select-ի button-ը եկեք հանենք վերև ու նոր button դնենք ստեղ, մեր ես մյուս button-ը, button-ը կտանք, ID-ն, կարճ, մեկը դնենք, ինչ կդնենք, ուղղակի show կդնենք, այս դեպքում էլ։ Հիմա կգնանք GS, երեխեք ջան, այս ներքևում արդեն։ Ուրեմն, կվերցնենք մեր button-ը, ու կվերցնեմ checkbox-երը, checkboxes, document get, եթե ես ուզում եի զանգվածի տեսքով վերցնել, ինչ էի օգտագործելու, query selector all, հակագիծը դնում ենք, գրում ենք n բոլոր input-ները, որոնց type-ը հավասար է checkbox։ Չէ, checkbox։ Փակում ենք, այստեղ դնում ենք միջակերտը, ուրիշ ձև է լինում, հա, սկզբից մինչև վերջ փակողը, checkbox-ինը ուրեմն ուրիշ ձև պետք է լինի։ Ուրեմն, checkbox-երն է վերցրեցինք, մեր button-ն է վերցրեցինք, հիմա մեր button-ի վրա պետք է կլիկ կապենք։ Այսի նոր ենք կապում բնականաբար, գրում ենք մեր event-ի անունը click, հետո գրում ենք մեր ֆունկցիան, ու բացում ենք։ Ուրեմն, հիմա ասում ենք, մեր այս ինվորմացիան հավաքելու համար, մի հատ let selected, որը որ հավասար է դատարկ զանգված։ Մի հատ ցիկլ ենք վրում, որպեսզի մեր checkbox-երը վերցնենք։ Ուրեմն for let checkbox
of checkboxes եզակից հոգնակ ենք կնում, չէ՞ ցիկլերի դեպքում, եթե անունները նման ձևով ենք դրել։ Ահա։ Ուրեմն ասում ենք, եթե երեխեք ընտրվածը ոնց ենք տարբերակում checkbox-երից։ Եթե ընտրում ենք իր վրա ինչ էր ավելանում, եթե checkbox-ի ծիշկեն դնում ենք իր վրա ինչ էր ավելանում։ Էսի մեր checkbox-երն է, չէ՞։ Եթե ես ընտրում եմ, ասենք GS-ը, իր վրա ինչ է ավելանում։ Չէ, ծրագրային, տեսեք ինքը type ունի checkbox, ու ես ընտրում եմ իրան, ինչ է ավելանում, որով ես կարամ իրան տարբերակեմ։ Պայմանով ասեմ, որ եթե checkbox get checked, հիշում եք checked-ը։ Լավ, երեխեք checkbox-ը եթե ընտրված է, ինքը ելնում է checked։ Հետևյալ ձևով checkbox get checked։ Իրառած կլինենք ուղղակի ժամանակը անցել, ոնց որ հենց կարող է չհիշեք, բայց այդ խնդիրները ինչը որ պետք է անցնենք անհնար էր առանց check-ի անցնենք, բայց դա չգիտեմ, կարող մի հատ վիդեո դասը նայեք, հասկանանք, եթե չենք կարել, ուրեմն իմաստով։ Չէ, եթե ասում ենք ընտրված է մեր checkbox-ը, ուրեմն selected-ի մեջ, իմ այս զանգվածի selected-ի մեջ get push եմ անում checkbox-ի value-ն։ Get value։ Իր արժեքը push եմ անում։ Հետո գալիս եմ այստեղ, արդեն դուրս եմ գալիս for-ից ու console log եմ անում իմ selected-ին։ Գնացինք։ GS-ն եմ նշում, show եմ անում, մենակ GS-ն է իր մեջ։ HTML-ն էլ եմ նշում, show եմ անում, GS HTML։ CSS-ն եմ նշում, show եմ անում, 3-ն էլ արդեն կա։ Հա? Այսինքն մեր checkbox-ի ինֆորմացիան հավաքելու համար մենք ունեցանք մի հատ դատարկ զանգված ու պայմանից մեր կախված ասեցինք, եթե check-it է, այսինքն ընտրվել է մեր checkbox-ը, ուրեմն թող իր կողքի գրված արժեքը կամ իր value-ն ու մենք վերցնենք ու պահենք, հա, այս բaragային մենք կոնսոլում ենք պահում, բայց մենք կարանք այդ form-ի value-ն հավաքենք, form-ի data հավաքենք object-ում, object-ի ներսում, ու արդեն այդ object-ի ներսը object-ը ընդհանուր երեխեք դառնում է պատրաստի մի հատ data, որը որ կարանք ուղարկենք back։ Հիմա արդեն checkbox-ի value-ներն կարողացանք վերցնել, հիմա մեր նպատակը, որպեսզի մի հատ form data հավաքենք։ Հեսա իրար հետ կհավաքենք այդ form data-ն ու կունենանք մի հատ object, որը որ կուղարկենք արդեն back ուղարկելու համար պատրաստի կլինի, հələ չենք ուղարկելու, բայց կուղարկենք։ Ուրեմն գնացինք։ Մի հատ form ենք հավաքում, հիմա այս ամեն ինչը մի հատ ջնջում ենք, չենք սլանում կոդ գրելուց, ուրեմն այս ամեն ինչը ջնջում ենք, մաքրեցինք։ Զանգվածի տեսքով ընդհանուրը վերցնի, հեսա գրելով կգնամ, ունենք մի հատ form, որի ID-ն հավասար է form-ի, ունենք մի հատ form, այս form-ի ներսում ունենք մի հատ input, այս input-ն է, որի
name-ը name-ը հենց ու իրա placeholder-ն էլ name-ը անունն ասպասում մարդը մեզանից հետո այս ինչ լավ ոչինչ եկեք select գրենք name-ը գրենք էլի city ուրեմն այս select-ի մեջ կունենանք երկու հատ option մեկի value-ն կլինի ուրեմն ստեկը գրենք մի հատ էլ option կունենանք ուրեմն մեր select-ն էլ ունեցանք երկու option-ով, որպեսզի նշենք ու կունենանք երկու հատ checkbox ուրեմն label այս label-ի ներսում բնականաբար input որի type-ը checkbox-ը ուրեմն name-ը կտանք ունակություններ skills երևի երկու լեյով skills ու արժեքը value կտանք հա չգիտեմ gs գիտի էսի փակվեց որքը կգրենք gs հաջորդ label-ն է կդնենք type-ը checkbox name-ը skills value կփոխենք html-ի html նույնը կգրենք այստեղ երկու label-ն էլ ունեցանք մեկ էլ ունենանք form-ի ներսում մի հատ button ուրեմն button որի type-ը երեխեք կդնենք submit որը որ հավաքում է արդեն ավտոմատ form-ի value-ն submit ու իր անունը կդնենք send всё այսքան բան այս մեր form-ն է այս էլ send կանենք այս թող իրար կողք մնա ուրեմն main-ում վերցնում ենք մեր form-ը let form-ը հավասար է document get by id ինչ ենք անում form-ի վրա երեխեք ջան event listener ենք կախում ու իրա event-ը տալիս ենք submit սա ինֆորմացիան հավաքելու համար է նախատեսված ստորակետ գրում ենք function գրում ենք function գնաց հիմա form-ի այս submit-ը երեխեք ջան ինքը հավաքելու համար է նախատեսված հիմա մեզ պետք է որպեսզի իրա բազովի այդ հատկություններից իրան մի հատ զրկենք հետո մենք այդ ամեն ինչը կկազմակերպենք էլի այս պարագայում ուրեմն որն ենք օգտագործում ստեղ գրում ենք event ու ասում ենք event get որը
որ մեթոդներ, որը որ իրան այդ բազովի հատկություններից զրկում էր։ Preventive, չէ՞։ Ու դնում ենք փակագծերը։ Այսի իրան այդ հատկություններից զրկեցինք։ Հետո, ուրեմն, ստեղծեմ մի հատ օբյեկտ, դատարկ, որ դատար, որի մեջ պետք է հավաքեմ data անունով մի հատ օբյեկտ։ Ու ստեղ ասում եմ, data-ի կետ name-ը հավասար է form-ի կետ name-ի, անունով եմ կպնում երեխեք ինպուտների, կետ value-ի։ Նույն ձևով ասում եմ, data կետ city-ն հավասար է form-ի կետ city-ի կետ value-ի։ Այս է select-ի մասը, վերցրեցինք։ Հիմա ասում եմ, հիմա checkbox-ի բաներն եմ պետք ինձ վերցնել, հա, value-ները, let skills հավասար է դատարկ զանգված։ Հիմա ինչ պետք է անեմ, checkbox-երս վերցնեմ, չէ՞։ Հանգիստ կարամ երեխեք, այս էլեմենտը վերցնեմ, ինչ-որ մի հատ event-ի ժամանակ։ Ու դա էլ է շատ օգտագործվում։ Ուրեմն գրում ենք let checkboxes, որը որ հավասար է document get document-ով չենք անում, անի ասես ձևով կանենք, form get query selector all input քառակուսի փակագծեր, որի ներսում կգրենք name-ը հավասար է skills։ Ուրեմն for-ը կֆրանք, let checkbox of checkboxes։ Ոստե բնականաբար նույն պայմանը կգրենք, եթե checkbox get checked, ուրեմն skills-ի մեջ get push checkbox-ի get value։ Ու արդեն դուրս են գալիս տեղ data-ի get skills-ը հավասար է արդեն skills-ին։ Ու իմ օբյեկտը հավաքված է, console log եմ անում իմ data-ն արդեն։ Ինչա տեղի ունենում է։ Name-ը գրում եմ Էրիկ։ Գրում եմ նոյեմբեր։ Տիրապետումը համ JS-ի, համ HTML-ի։ Ու երբ սեղմում եմ send, բերում եմ մի հատ օբյեկտ, որը իր մեջ արդեն հավաքել է բոլոր ինֆորմացիան form-ի, որտեղ գրված է city նոյեմբերյան, name-ը Էրիկ, skills-ը արդեն զանգվածի ձևով ու տալիս է JS ու HTML, հա, կարողությունները։ Ու այսենց սիրուն ձևով երեխեք ջան, form-ը հավաքում ենք, form-ի data-ն, ու ստանում ենք նմանատիպ մի հատ օբյեկտ, որն էլ արդեն պատրաստի օբյեկտ է, ինֆորմացիայով լեցուն, որ կարող ենք օգտագործել backend։ Պարզեր։
Հիմա մնաց մի հատ բանի մասին խոսենք ու վերջ այսօր։ Կոչվում է event delegation, խոսքը target-ի մասին է, նորից target-ի մասով եկեք մի հատ հետաքրքիր հավես բան անենք, index, լավ չեմ ջնջում, եկեք սրա տակից, կամը չէ, գրել եք, չէ դուք ձեր մոտ երեխեք, հա, հրեշ չի, ուր ես հասել հրեշ չան ես մասերից, դե գրի ես, երկու տողն է գրի, գնանք առած, լավ, ուրեմն էդի վիդեոն կնայես, քո մոտ մի հատ կփորձես, հա, սկզբից մինչև վերջ, ուրեմն event delegation է, երեխեք target-ը, դի շատ պրոֆեսիոնալ մեթոդ է իրականում իրանից համարվում, եկեք մի հատ իր առանձնահատկությունը օրինակով մի անգամից հասկանանք, հա, այս ֆորմը եկեք մաքրենք, սրա փոխարեն կգրենք մի հատ ցուցակ, ու էլ ցուցակը, որի ID-ին կտանք list, ու իրա մեջ կգրենք լիեր, առաջի լինքը գրենք item 1, ու ունենք նմանատիպ մի քանի item-ներ, 1, 2, 3, 1, 2 ու 3, մեր UL-ը իրա item-ներով, հիմա գնանք մեր list-ը վերցնենք, մենք սենց, ուրեմն, let list, որը որ հավասար է, document, get element, ու տանսենք list, ուրեմն, list-ի վրա, երեխեք, get add event listener, ու ասում ենք click երկրորդ պարամետրը, տալիս ենք function-ը մեր, փոխանցում ենք իրան event, ուրեմն, երեխեք, ասում ենք, եթե կա հետևյալ ուրեմն ձևը, հա, հասկանալու, թե կոնկրետ ինչի վրա ենք մենք կլիքը արել, որը կոչվում է target get tag name, այսինքն tag-ի անունով ենք հասկանում, թե target-ը ում վրա է տեղի ունեցել, այսինքն ես ասում եմ, եթե event-ի get target ու նորից գրվում է get tag name-ը, եթե ասում եմ հավասար է գրվում արդեն մեծատառերով միայն լի, այս պարագայում, ասում եմ console log արա, ուրեմն event get target get text content-ը, այսինքն իմ ցուցակի մեջից, որ item-ին ես սեղմեմ, իրա text content-ը կոնսոլում տպելու է, այսինքն ուրեմն իրա վրա է target-ը տեղի ունեցել, իսկ առանձնացնելու համար, թե կոնկրետ որի վրա է target-ը տեղի ունեցել, target-ի tag name բանն է, հա, մեթոդն է մեզ օգնում, հիմա գնանք հասկանանք, ուրեմն ունեմ item 1, item 2, եթե ես item 1-ի վրա եմ սխվում, item 1-ն է, բերում կոնսոլում տպում, եթե item 3-ի, բերում է item 3-ի, այս ամեն ինչի համար, այս ամեն ինչը կազմակերպում է, երեխեք ջան, target-ին էլ օգնում է tag name-ը,
Այսինքն ես ասում եմ, ում վրա որ target է եղել կոնկրետ թիրախին, որտեղ որ կլիկը կապել եմ ու լիստի մեջից խփել եմ, հա, այդ ինքն է target-ը ու իր tag name-ի միջոցով ես իր մեջի text content-ը վերցնում եմ։ Այս է target-ի գաղափարը ու իր կիրառությունը։ Իսկ եթե այս մասում խփենք, հա, item 1, էլի item 3, որովհետև ինքը ամբողջ տողով վերցնում է, չէ՞։ Ասեք։ Всё, որ item-ից վրա ուզենամ ինչ-որ մի հատ իր, հա, կլիքից կախված ինչ-որ մի հատ փոփոխություն անեմ, շատ հանգիստ իրան կարամ վերցնեմ օգտագործեմ target-ի tag name օգնող բանով, հա, գործիքով։ Ու երբ որ ուզում ենք գրենք tag-ի անունը, երեխեք ջան, գրում ենք պարտադիր մեծատառերով, որպեսզի ինքը հասկանա այս ամեն ինչը։ Այս էլ target-ի հետ կապված։ Всё, երեխեք ջան, այսօրվա համար այսքանը թեման հույսով եմ հասկանալի էր, հարցեր չեղան, մի հատ էլ վիդեոն կնայեք անպայման, տնային առաջադրանքները կուղարկեմ, կանեք, որը որ չեք արել դա էլ կանեք ուղարկեք, ու չորեքշաբթի օրը արդեն նոր թեմա կանցնենք, բայց հələ դոմից, էլի դոմ ենք շարունակելու, մի քանի բան էլ ունենք անելու, հետո նոր արդեն կանցնենք մյուս թեմաներին, այսօրվա համար այսքան երեխեք ջան, տնայինները կուղարկեմ, 11 կնայեք, բարև Լուսինե ջան, լավ, մերսի, դուք ոնց եք, ասեք Լուսինե ջան, այ, սիրով, բայց երբ, մի փոքր գոնե եղանակները հա բացվի, մի փոքր էս, հա, անպայման կլի, հա, կդիտարկեմ անպայման, Լուսինե ջան, անպայման կդիտարկեմ, հա, այս գրաֆիկի հետ կապված է մի հատ հասկանամ, կազմակերպեմ, անպայման կհանդիպենք, ես էլ եմ ուզում երեխեք հետ հանդիպեմ անպայման, խոսենք, ընդհանուր քննարկենք, դաս կազմակերպենք կամ թեկուզ եւ այդ օրը դաս չլինի։ Անպայման կկազմակերպենք մի օր սիրով, շնորհակալ եմ առաջարկի համար, ընդունում եմ ու այդ օրը անպայման կլինի։ Ձեզ եմ շնորհակալ։ Վերջ երեխեք ջան, այսօրվա համար այսքանը, տեսեք ջան,